Մի հատ նայեք սեղանիս գեղեցկությունը, տեսեք։ Բայց պետք է ասեմ ձեզ սրանց տարբերությունը։ Սիրելի մամաներ, տատիկներ, պապիկներ, հարազատներ, այս ձուն իր մեջ պարունակում է այնքան կալորիա, ինչքան որ ունի սա։ Պետք չի նայել չափսին եւ լորի ձուն տալ 7-ից 8 հատ։ Չկա տենց բան, չի կարելի, մամաներ ջան, խնդրում եմ, մի արեք տենց բաներ։ 1 հատ ձուն կարելի է տալ 6+ ամսեկան, բայց լվանում ենք, էփում ենք, չորացնում, գեղևազրկում ենք, մամաներ, գեղևազրկում ենք, գեղևազրկումից հետո նոր մենք կարող ենք տալ առաջին անգամ 1/4-ը։ 1/4 ձուն տալուց հետո մենք նայում ենք երեխայի մոտ հաջորդ օրը 3 օր կարա լինի։ Եթե հանկարծ ձեր երեխաների մոտ շրթունքների մոտ լինում է ճակ, դա 6-ից 8 ամսեկանից հետո երեխաներին է վերաբերվում, խնդրում եմ, շատ եմ խնդրում, ուշադիր եղեք։ Մի հատ ցելիձու չեն տալիս, չի կարելի, ժողովուրդ, տալիս եք 1/4, դա կլինի հավի ձու, թե լորի ձու, միևնույն է տալու ենք 1/4։ Տեսեք, ես հիմա երկուսն էլ մաքրում եմ։ Եթե հանկարծ երեխայի մոտ շրթունքի մոտ լինի ճակ, աչքերի եզրերը կարմրի, ականջի հետևը ճաքճքի, դադարեցնում եք, չենք տալիս ոչ մի տեսակ ձու։ Եվ եթե փորձնական ուզում եք տակ, նայեք այս ճստիկ-պստիկին, այնքան զորեղ է, ինչքան որ մեր սովորական ձու։ Եվ այո, կարելի է լորի ձու, ինչի՞ չի կարելի, կարելի է 1/4 8 ամսեկանների համար կտրում ենք հավասարաչափ եւ այս մի փոքրիկը ուղակի փորձնական տալիս եք։ Անցավ 3 օր, ավելացրեք եւս մի փոքրիկ, անցավ 3 օր, սարքեք արդեն 1 շաբաթ հետո կարող եք սարքել 1/2 հավասար կեսը։ Նույնը ձուն, սիրելիներս, եւ սկզնականի համար կխնդրեմ, որպեսզի դեղնուցը դուք ավելի փոքրիկ տաք։ Սպիտակուցը ավելի մեծ քանակի տաք, քան թե դեղնուցը։ Ինքը կոկորտին չի մնալու, հեշտ ծամվում է, մանր կտրատեք, տվեք երեխեքին կամ բլենդ արեք իրանց կաշայի մեջ։ Ձուն սկսում ենք այդպես։ Դա շատ կարևոր առաջադրանք է, մամաներ ջան, շատ ուշադիր եղեք։ Տվեցինք ձուն, անցավ 1 ամիս, 2 ամիս, 8 ամսեկան եւ մինչեւ 1 տարեկան երեխաներին ձվին ավելացնելու ենք ավոկադո։ Բոլոր մեծերը սիրում են, առավոտը զավտրիկ են անում, հաց, ձու, ավոկադո։ Բա ինչի՞ չէ երեխաներին, ապա մենք երեխաներին էլ ենք տալիս։ Ավոկադոն լվանում եք, մաքրում եք, հանում եք մոտավորապես ձեր ձուիկի չափ։ Եթե տալիս եք ձուն, լորի ձուն արդեն 1 հատ, 1 հատ լորի ձվի չափը։ Կարող եք կտրատել այդ մի փոքրիկ էլ ձեթ անել վրան, կերակրել երեխաներին, կարող եք ուղղակի խառնել տալ իրանք ուտեն։ Շատ կարևոր է։ Նորից եմ ասում, լորի ձուն ունի առավելություն, իր մեջ պարունակում է ավելի շատ երկաթ եւ B ցանկի վիտամիններ, B խմբի վիտամիններ։ Սովորական ձուն ունի A, B, D վիտամին, երկաթ ունի, սիրելիներս, ուշադիր եղեք։ Եվ մի բան էլ չի կարելի ամեն օր տալ չի կարելի։ Ոչ մի տեսակ մարդու, նույնիսկ մեզ մեծերից չի կարելի։ Ես հատուկ մի օր ձեզ համար կխոսեմ այս նոր դարձած ինչ-որ ձվային դիետաների համար։ Շատ եմ խնդրում, ուշադիր եղեք, այն ինչ-որ երեխաներին ա վերադրում, պարտադրաբար եմ ասում, այնպես որ առողջ եղեք, մի նայեք իր փոքրությանը, այլ նայեք կարևորությանը եւ կերակրում ենք շատ զգուշավոր։